Նախ ներկայացվեց Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Ըստ զեկուցողի քաղաքային տրանսպորտի եւ շարժունակության ոլորտում նախորդ տարվա հիմնական ձեռքբերումների թվում են 171 նոր ավտոբուսներն ու 15 էլեկտրական տրոլեյբուսները եւ շարժակազմում դրանց գործարկումը։ Երկրորդ տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն, պատրաստվել է 25 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը հիմնական ծավալով աշխատանքներն ավարտված են, բնականաբար այդտեղ բարելավումները եւ արդիականացումը շարունակական է։ Բաբայանի խոսքով նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը եւ քաղաքապետարանն այժմ ֆինանսավորման ու կառավարության հետ բանակցությունների փուլում է։ 2024-ի հաշվետվության մեջ ներառվում են նաեւ Երևանի գլխավոր հատակագծի առկայությունը, ընդհանուր 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգումը, 123 բակային տարածքների բարելավումը, վերելակների փոխարինման ծրագրի շարունակական լինելը։ Ծրագրեր ունենք, որոնցից առհասարակ հրաժարվել ենք, ունենք որոշակի ժամկետային խախտումներ, որոշ ծրագրերով, բայց ընդհանուր առմամբ էական թերակատարումներ չունենք։ Մեր տարեկան ծրագիրը մեր հնգամյա ծրագրից առաջ է ընկած։ Գերակշիռ մեծամասնությունը գերակատարվել է։ Աղբանության դեպքում մենք չենք լսել որևէ բարեփոխում, որի պատճառով գինը 4 անգամ թանկանում է։ Միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենաներ ենք գնել, այսինքն որ ասում ենք ինչ որ բան արվել է, ինչ որ բան չէ, էական բաներ են արվել։ Խոսվեց աղբի վերամշակման ծրագրի հեռանկարներից, իսկ աղբի վարձավճարի բարձրացման վերաբերյալ հարցը, թեև ընդգրկված էր այսօրվա նիստի օրակարգում, հետաձգվեց, այն ավականուն կներկայացվի հաջորդ նիստին։ Տիգրան Ավինյանը խոստացավ, որ հաջորդ տարվա հաշվետվությունը հիմնված կլինի որակական ցուցանիշների վրա։ Ավականու Մայր Հայաստան խմբակցությունից դժգոհեցին, թերակատարումներ են եղել, բայց դրանց մասին չնշվեց։ Եվ այդ խայտառակ թերակատարումներով հանդերձ 2024 թվականի Երևանի բյուջեն կատարվել է 94.5%։ Քաղաքապետը արձագանքեց նաև ավականու ազգային առաջընթաց խմբակցության ղեկավարի այս դիտարկմանը։ Հարգելի իշխանավորներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես կանաչապատումից չխոսեք, ընդհանրապես։ Երևանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի 12.8 հեկտար կանաչ տարածքներ է ստեղծել, տնկել է ծառեր համապատասխան ոռոգման համակարգերով, 31,000 գծամետր ոռոգման համակարգեր է քաշել, միայն նախորդ տարի։ Այս ծառերի կպչողականությունը մոտավորապես 95% է։ Ուզում եք իմանալ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքների, մոտավորապես 40, պարոն Թորոսյան։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հարցին, թե Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման հետ կապված կա առաջընթաց, զեկուցող Անետա Բաբայանն ասաց, որ Սուրմալուի մետրոյի կայարանի հետ կապված տեղ առաջադրանքը մշակված է, մասնագիտական խմբի կողմից քննարկված է ու հաստատված։ Առաջիկայում էլ մրցույթ է լինելու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հայտարարելու վերաբերյալ։ Բաբայանն ակնկալում է, որ այս տարվա ընթացքում կավարտվեն ուսումնասիրությունը եւ հայեցակարգ նախագծի կազմման աշխատանքները։ Զուգահեռաբար ներդրումային ծրագիր է պատրաստված, որը ներկայացվում է կառավարության քննարկմանը, արդեն ֆինանսավորման ծրագիրը իրականացնելու եւ շինարարություն իրականացնելու ֆինանսավորման հաստատման ուղղությամբ։ Հաջորդիվ ներկայացվեցին օրակարգի այլ հարցեր, տարբեր խմբակցություններից հնչեցին ելույթներ։ Ելույթ ունեցավ նաև քաղաքապետը, նախ անդրադառնալով 2023-ի իրենց նախընտրական «Ասեք կանենք» լոզունգին։ Դա ուղղակի խոստում չէր, այլ հստակ աշխատանքային ծրագիր։ Եվ 2024 թվականին այդ աշխատանքային ծրագրի մի կարևոր հատվածը մենք արդեն իսկ իրականացրել ենք։ Խոսքն ուղղելով իրենց քննադատող ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը 2024-ին ամենամեծ ծավալի աշխատանքն է արել։ 505 վերելակ է փոխել այս քաղաքում, 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապարտեզներ է հիմնանորոգել։ Միայն այս 13 միլիարդ դրամից մեր բյուջեի 40 միլիարդը, 100 միլիոն դոլարը ծախսվել է կրթության վրա։
$100 միլիոն ծախսվել է կրթության վրա։ Դուք սենց բան եք տեսել 30 տարվա ընթացքում։ Ոչ, դուք սենց բան չեք տեսել։ Դուք տեսել եք եւ ուրիշ բանի եք սովոր։ Դուք սովոր եք, որ քաղաքը պետք է բաժան արվի։ Ամեն մեկը իր հետաքրքրությունների չափն ու բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա։ Այ դրան եք դուք սովոր։ Դուք դա եք ուզում, դուք դրան եք ձգտում։ Դուք ձեր արշինով եք չափում մեզ, հասկանում եք մեզ։ Երևանի քաղաքապետը նաև հայտարարեց, որ քաղաքային իշխանությունն իր բոլոր խոստումների տերն է եւ որ նախկին իշխանության ներկայացուցիչների կարիքը չունի։ Ավականու հաջորդ նիստը կկայանա ապրիլի 22-ին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։